Epson L805 պրինտերի խնդիրը հետևյալն է, որ պրինտերը չի ցանկանում այլևս տպել, աշիպկա է հայտնվում պամպերսի հետ կապված։ Որպեսզի խնդիրը լուծենք, կամ պետք է փոխենք պամպերսը, կամ ինչ-որ մի ձև հանենք պամպերսի շլանգը դուրս և իհարկե զբրոս անենք այս սխալմունքը։ Որ անելու համար սկզբից հանում ենք այս դետալը, որից հետո քանդում ենք կափարիչը։ Հանդում ենք նաև ետևում գտնվող այս երկու շուրուպները։ Ահա պրինտերի պամպերսը, որը հավաքում է ավելորդ թանաքի աթխոդները, այն ունի լուծում երկու, կամ պետք է այն ամբողջությամբ փոխենք, կամ կարող ենք ետևից հանել շլանգ, այստեղից հանում ենք մեկ այլ շլանգ, որը կգցենք արդեն ինչ-որ ամանի մեջ և արդեն թանաք ավելորդ կհավաքվի ոչ թե պամպերսի մեջ, այլ այդ տարայի մեջ։ Եթե իհարկե դուք շատ եք տպում, ապա ցանկալի է այդ տարբերակը, որպեսզի ամեն անգամ չփոխեք այս դետալը։ Իսկ այս դետալը փոխելու համար պետք է գալովկան տանենք մի կողմ, չգնալու դեպքում այստեղից պտտում ենք, որպեսզի այս դետալը ետ գնա և թույլ տա շարժել գալովկաները։ Որից հետո քանդում ենք շարժիչի երկու այս շուրուպները, որից հետո քանդում ենք այստեղ գտնվող շուրուպը, և ահա այստեղ գտնվող խորքում գտնվող շուրուպը։
որից հետո արդեն դուրս ենք հանում իր տեղից պամպերսը։ Ահա պամպերսը, որտեղ հավաքվում է ավելորդ ներկերը, լուծման մեկը փոխում ենք այն նորով, նորը փոխելու համար հանում ենք այս շլանգի իր տեղից, որից հետո տեղադրում ենք նորը։ Երկրորդ տարբերակը արդեն այս շլանգը մի փոքր երկարացնում ենք, հանում ենք պրինտերից դուրս, ահա, այսպես եւ տեղադրում ենք ինչ-որ աման, որի մեջ կլցվի արդեն մեր ավելորդ թանաքները։ Այժմ այս ամենը կսարքենք երկրորդ տարբերակով, քանի որ այս պրինտերը շատ է օգտագործվում եւ հաճախ այն լցվում է։ Շարժը չամրացնելուց հետո տեղադրում ենք իր տեղը ռեմենը, եւ հավաքում ենք պրինտերը հետ։ Այս փուլում այստեղից աշխատանքները ավարտեցինք, մնացածը արդեն կանենք դրսից։ Կա նաև խնդիրի լուծման երրորդ տարբերակ, ահա թե ինչից է այն բաղկացած պամպերսը, այն բաղկացած է այսպիսի կուպկաներից, որոնք կարելի է հանել, լվանալ եւ նորից հետ տեղադրել, իհարկե չենք ստանա 100% արդյունք, բայց նորից կերկարացնենք կյանքը պամպերսի։ Խոսքով կարող ենք լվանալ, նոր չորացնել, նորից հավաքել հետ եւ տեղադրել պրինտերի մեջ։
Այժմ հասնենք մեր տարբերակին եւ մեզ անհրաժեշտ չլինի պամպերսը, այլ ամեն ինչ կլցվի տարայի մեջ։ Դա իրագործելու համար այստեղից մենք ավելացնենք փոքր շլանգ, որից հետո կփակենք այսպես կափարիչը։ Այստեղ կդնենք տարա, որտեղ արդեն կլցվի մեր ավելորդ թանաքները։ Այժմ երկարացնենք այս շլանգը։ Այժմ պրինտերից դուրս գալացող շլանգը միացնում ենք մեկ այլ շլանգի, որի միջոցով երկարացնում ենք որից հետո շլանգը տեղադրում ենք պրինտերի ներսում վերջ սրանից հետո արդեն մեր մոտ թանաքը այստեղից կծորա դուրս եւ կհավաքվի ինչ-որ շշի մեջ։ Անցնենք ծրագրային մասին։ Ստուգում ենք տոկոսները եւ այն ջնջում ենք։ Սպասենք միանա պրինտերը եւ նորից փորձարկենք։ Մեր մոտ արդեն բոլորը 0% են, այսինքն լրիվ մաքրվել է մեր մոտ եւ կարող ենք շարունակել։ Վերջ այսքանով ավարտեցինք։ Այստեղից էլ արդեն աստիճանաբար, ինչպես երևում է, դուրս է գալիս մեր մոտ թանաքը, որը կլցվի արդեն նոր տարայի մեջ։ Թե ինչպես է կատարվելու պրոցեսը հետագայում, որպեսզի ավելի պարզ լինի։ Այժմ պրինտերը մաքրում է գալովկաները, որի ժամանակ արդեն արտադրվում են անհրաժեշտ թանակ, որը եւ դուրս է գալու պրինտերից դուրս։
Համբարձրեցինք շլանգը շշի կափարիչին, այժմ այն կձգենք և ժամանակար ժամանակ, երբ այն լցվի, կդատարկենք։